Այս իշխանությունը, որ եկա, իրանց նպատակներից մեկն էր նաև Սփյուռքի հետ կապը կտրելը։ Դրա համար նրանք առաջի քայլերից մեկն էր, որ Սփյուռքի նախարարությունը վերացրեցին ու կապը լրիվ կտրեցին, դարձին ինչ-որ մի, չգիտեմ, ինչ-որ մի անձի բերեցին, նստացեցին իբր կառավարիչ Սփյուռքի, թե ինչ են դեպքում, որ Սփյուռքը Հայաստանից 3-4 անգամ մեծ է, տարածությունով, չգիտեմ, 50-100 անգամ է մեծ ինչ-որ մի մարդու նստացեցին, թե բա ինքը կարա կառավարի։ Սրանով կտրեցին լրիվ կապը Հայաստանի եւ Սփյուռքի միջև, բայց Սփյուռքը ինքնին շատ մեծ կարիք ունի նաև Հայաստանի, որպեսզի կարողանա համախմբվի, հա, Հայաստանի կողմը, հայրենիքի կողմը, թե չէ չունեն լինում է միայն լոկալ իմաստներ համախմբան, դա արդեն թուլացնում է Սփյուռքի հենց այդ ուժը, մեծությունը, իր հնարավորությունները։ Գնալով իհարկե ամեն ինչ թուլանում, ամեն ինչ վատանում է, այսօր պատահական լսեցի ինչ-որ մի էակ էր, չգիտեմ ինչ ասեմ դրան, ներկայացնում էր լայվ էր տալիս Facebook-ում, ներկայացնում էր, թե իբր ինչքան Սփյուռքը հզորանա, այնքան Հայաստանը կթուլանա, այսինքն պետք է լինի Սփյուռք չլինի, որպեսզի Հայաստանը հզորանա, այսինքն նույնիսկ այս տեսակի ցնորք մտքեր են պատտվում մարդկանց ուղեղներում, իսկ իշխանությունները ամեն տեսակ ամեն ինչ անում են, որպեսզի Սփյուռքը չհզորանա, որովհետև դա դեմ է իրենց ծրագրերին, նպատակներին, իրենց այսպես ասած ինքնիշխանությանը, որը բերել են օրակարգ, թե իբր դառնում են ինքնիշխան, չգիտես ումից են դառնում ինքնիշխան, եւ այդ process-ին, քանի որ Սփյուռքի մեջ շատ կա հայապահպանման, նացիոնալիստական, մի քիչ նույնիսկ ուլտրանացիոնալիստական զգացմունքները, մտքերը, գործողությունները, դա իրանց խանգարում է, իրենց ճանապարհը գնալուն, հա, որոնցից մեկն է հենց կարծեմ այս վերջերս Մասիսարի մասին, հա, այս նյութը, որ տեսեք այստեղ որոշ արդարացի ճիշտ բաներ կան, օրինակ բոլորս է գիտենք, որ Մասիսարը Հայաստանի սահմանի մեջ չի, դա նորություն չի, ինչ-որ մի գյուտ չեն անում։ Երբ որ Մասիսը հանեցին պետական փեչատի վրայից, հա, սահման անցնելու, որոշ մարդիկ ջղայնացան, ոգևորվեցին եւ այլն, օքեյ, կարելի է հասկանալ, բայց դրանով ինչ-որ մի բան չի փոխվում, դրանով ասենք կարող ենք տեսնել դա որպես լավ բան, ճիշտ բան, օքեյ, փոխեցին, որտեղ դա պետական փեչատ է եւ այլն, կարա ինչ-որ մի բան ասի։ Okay, փոխեցին։ Բայց այս պասպորտների հարցով արդեն տեսնում ես իրանց ծրագրավորած, իրանց նպատակասլաց ջնջումը Մասիսը ամեն ինչից, ոչ թե մենակ պետական ինչ-որ փեչատից էր, այլ ամեն տեղից են արդեն աշխատում հանել։ Տեսեք, այդ խորվիրաբի նկարը որ կար, ասենք շատ պրիմիտիվ բան է, ասենք ստեղ սահմանն է ու այստեղ քո օբյեկտն է, որը պիտի նկարես։ Ստեղ բոլոր կողմերից ազատ է, որ դու նկարես այս օբյեկտը։ Ինչքան պիտի քո ուղեղը հիվանդ լինի կամ ինչքան պիտի դու սենց ինչ-որ նպատակ ունենաս անպայման այս չնկարելու, որ գաս արանքը ստեղ սեղմվես ու ստեղից նկարես դեպի այս կողմ, ինչա որ Մասիսը չերևա։ Հասկանում եք, սա արդեն լրիվ ուրիշ բան է, սա արդեն իրանք սենց մտածված ոգևորությունով, սենց ինչ-որ բան են հայտնաբերել, որպեսզի նենց նկարեն, որ Մասիսը չլինի, այն դեպքում, որ դրանով ոչ մեկը ոչ բան չի ուզում, պարզապես այդ սարընդեղ է, մենք էլ այս կողմից է մեր երկիրը, նկարում են մեր եկեղեցին, ավտոմատ Մասիսարը դուրս է գալի պատկերի հետևում, բայց իրանք սենց դրած ուզում են, որ անպայման Մասիսարը չլինի այդ նկարում, ու ոչ միտեղ չերևա, հասկանում եք, այս արդեն մի քիչ ուրիշ տեսակի է, իսկ Մասիսարը Սփյուռքի համար հանդիսանում է մի սիմվոլ, մի կարևոր սիմվոլ, էլի գիտենք, որ Հայաստանում չի, բայց շատերի համար դա Հայաստանի սիմվոլ է, հայրենիքի սիմվոլ է, վերադարձի սիմվոլ է, ինչ-որ հաղթանակների, ապագայի սիմվոլ է, նպատակների սիմվոլ է, ու երբ որ դա աշխատում են ամեն տեղից հանել, դա նշանակում է, որ մենք, եթե սա առաջ գնա, ամենտեղ ավելի քիչ ենք տեսնելու այդ նույն սիմվոլը ու դրանից նաև Սփյուռքահայերի մոտ առաջանալու որոշակի Հայաստանի հետ կապի թուլացում։
Պարոն Բագրատունի, այս ամենից ածանցյալ հարց, տեսեք, հիմնականում իրենք ասում են, որ ճիշտ է Հայաստանից երևում է Արարատը, բայց դա Հայաստանի սարը չէ, մենք ունենք Արարատի փոխարեն Արագած, ու իրենք ամեն ինչ կենտրոնացնում են հենց Արագած գաղափարախոսության վրա, բայց մենք գիտենք նաև, որ Սփյուռքի հետ ամենամեծ գժտությունը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների եւ Սփյուռքի մեջ նույն առվով ջուրը չի հոսում, դա հենց հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից չասենք հրաժարումը, բայց երկրորդական պլան էլ չդնելն է, հա, որովհետև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել էր, որ թիվ 1 առաջնահերթությունը չէ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Ու նաև մենք լսում ենք նույն Ադրբեջանից, Թուրքիայից, մասնավորապես Թուրքիայից, որ Սփյուռքը պահանջատեր է, հա, որովհետև Սփյուռքը պահանջում է ճշմարտություն, պահանջում է արդարացում։ Հիմա ինչ ենք հասկանում։ Ըստ էության Արարատի սիմվոլը որպես այդպեսին, ինչպես դուք նշեցիք, Սփյուռքի համար բավականին կարևոր է, ջնջելով, փորձելով հանել սկզբում պեչատից, հիմա արդեն անձնագրերից, ինչ է ուզում անել իշխանությունը ըստ ձեզ։ Ոչ միայն Սփյուռքի, այլ նաև հայ հասարակության համար։ Մասիսարը բացի Մասիսարից ինքը ուրիշ սիմվոլ է, չէ՞, նաև նոյի սիմվոլն է, մեր հնության սիմվոլն է, մեր ծագումի, այնտեղից իջել է նոյը, որի հետ մենք կապված շատ բաներ ունենք պատմական։ Իհարկե, եթե մի բան կա մեր ուղեղներում, եթե ուզում են հանեն, պիտի տեղ ինչ-որ մի բան դնեն, դա նորմալ process է, ու քանի որ ունենք մի հատ ուրիշ սար, բերում են ուզում են այդ սարը տեղադրեն այդտեղ, որ ահա, սիրում եք, սրան սիրեք։ Բայց դա չի կարող լինի, դա նորմալ process չի, բայց դա համապատասխանում է հենց այդ process-ին, որ ուզում են ջնջել հայկական հայերի մտածողության միջից, հիշողությունների միջից, ուզում են հանել Մասիսարը որպես այսպես տպավորված մի բան, բայց դա չեն կարող, ախր այնքան հետաքրքիր է, ես այս վերջերս որ գնացել էի, ես որ ցույց տամ ես Արտաշատից եմ ծնունդով, որ ցույց տամ մեր փողոցը, որտեղը որ ես 10 տարի գնացել եմ դպրոց, հենց ուղիղ Մասիսարի դիմացն է։ Այնքան է ուզում նկարեի, մի օր որ լավ լիներ, այս տարի փառքաստու լավ էր, նկարեցի, ոնց կարան դա ջնջի, ասենք ինչ պատ են շարելու ընդերից, որ ոչ մեկը չտենա, մեկա տեսնելու ենք, հասկանում եք, այդ առումով իրանք անիմաստ ինչ-որ պայքար են տալի օդի հետ։ Իսկ Սփյուռքի բավ, այո, ճիշտ եք ասում, Սփյուռքը տեսեք համ պահանջատեր է, բայց այդ պահանջատիրությունը գալիս է բնական ճանապարհով։ Սփյուռքը ով է, ինչ է Սփյուռքը։ Սփյուռքը հենց այդ գենոցիդից ստեղծված հայ հասարակությունն է։ Հենց գենոցիդից են իրանք դարես Սփյուռք, չէ՞, ոնց կան իրանք մոռանա։ Հայաստանի ապրողները այդ ապրումները չունեն։ Իրանք չեն հասկանում Սփյուռքին, ինչի նաև իմ մեծ հոգսերից մեկն է, որ հայաստանցիները ու սփյուռքայինը իրար չեն հասկանում։ Երկուսս էլ հայ են, բայց իրար հոգսերը չգիտեն, իր մտածելակերպը չգիտեն։ Սփյուռքը նախ շատ մեծ է տարբեր տեսակի մտածելակերպի, բայց հայաստանցին դա չի հասկանում, ինչ է նշանակում լինել սփյուռքահայ։ Իսկ իրանք, այո, իրանք են տերը այդ հարցի ընդհանրապես, սփյուռքահայերն են տերը, բայց սփյուռքահայերը անտեր չեն, եթե չունենայինք պետություն, լինեինք մի հատ ազգ, հա, որը պետություն չունի, կարող ենք ասել, օքեյ, դե գնացեք դուք զբաղվեք, բայց եթե ունենք պետություն, պետությունը պետք է նաև այդ հարցը քննարկի, չէ, լուծի, օգնի։ Իսկ իրանք բերելով հիմա ասում եք, տեսեք, էլ առաջնային չի, բայց չի էլ զեղչում, դա առաջի քայլն է։ Ոչ մի բան է միանգամից չեն զեղչում։ Առաջինը հանում են առաջի պլանից բերում են երկրորդ, հետո կդնեն 4-րդ, 8-րդ, հետո արդեն կմոռանան, կասնի կգնա, ոնց որ Սփյուռքի կապերը փոխանակ ավելի հզորացնեին, բերեցին քանդեցին առաջինը, Սփյուռքի նախարարությունը, հիմա ինչ է կատարում, ինչ որ տարին մի անգամ ինչ որ մարդիկ են կանչում կամ երեխաներ են կանչում, ընդհանրապես դա ու վերջ։ Այն դեպքում, որ Սփյուռքը պետքա այն տեսակի մեծ աջակցություն ստանա Հայաստանից, որ կարողանա հայ մնալ, որովհետև Հայաստանում որ հայերը հայ են մնում, բան պետք չի անել, չնայած հիմա ավելի բարդ է հայ մնալ Հայաստանում, ցավոք սրտի, բայց ոչ մի բան պետք չի անել, քնում արտանում ես դու հայ ես, բայց Սփյուռքում պետք է ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան դու պայքարես ու մնաս մտքով հայ, որպեսզի մնաս հայ։ Էլ չեմ ասում սերունդներդ, որ երեխա ես ունեն ու պիտի երեխայի դեն դաստիարակեսի անել ամեն անգամ, ամեն օր բացատրես, որ մնա հայ։ Այնպես որ այս կապը ահա որ շատ վտանգավոր կապ է ու մեզ լավ տեղ չի տանելու։ Իմացեք, մենք Սփյուռքը եւ Հայաստանը առանց իրար երկուսն էլ շատ արագ կարան կործանվել։
Եվ պարոն Բագրատունի, վստահ եմ, որ հետևում եք նաև Հայաստանի ներքաղաքական իրադրությանը, մասնավորապես մեկ ամսից հետո տեղի են ունենալու ընտրությունները խորհրդարանական, արդեն խորհրդարանական ուժերը իրենց նախընտրական քարոզարշավում ներկայացրել են այսպես ասած ծրագրերը, այնտեղ կան հստակ մի քանի խորհրդարանական ուժի ծրագիր, որտեղ նշվում է եւ մասնավորապես հատուկ ընդգծվում է Սփյուռք Հայաստան կապի կարևորությունը, Սփյուռքի պոտենցիալի, ինչպես նաև Հայաստանի պոտենցիալը դեպի Սփյուռք, այսպես ասած փոխգործակցության ամրապնդումը։ Ըստ ձեզ ինչ է լինելու, հա, ինչպես եք պատկերացնում ընտրությունները եւ արդյոք եթե օրինակ որևէ ընդդիմադիր ուժ դառնա իշխանություն, այդ գործակցությունը կվերակենդանանա, այսինքն նախկինում ինչպես համագործակցություններ տեղի ունենում, եւս նույն ուղղությամբ կգնա։ Ապրել եմ այդ զգացմունքը, ինչա նշանակում լինել Սփյուռքում, ապրես որպես հայ, լինես մի թշվառ երկրի քաղաքացի, ու հետո զգաս, որ քո երկիրը դառնում է այսպես ինչ-որ մի կարևոր երկիր ու քո երկիրը քո մասին սկսում է մտածել։ Դա Քոչարյանի տարիներին էր, երբ որ սկսեց Սփյուռքը դառնալ կարևոր, գենոցիդի հարցը դառավ առաջնային, ու այդ պահերը ես անկախ թե ինչա ոնց է եղել Քոչարյանը, բայց այս պահերը ես զգացել, տեսել եմ ինչպիսի դրական ազդեցություն ունեցել։ Ճիշտ է, իրանց ծրագրերը լիովին չեն համապատասխանում իմ ունեցած ծրագրերին, բայց այնուամենայնիվ իրանք մեծ կապ են հաստատելու, որովհետև նամանավանդ դաշնակցությունն է նաև Հայաստան դաշինքի մեջ, իսկ ամբողջ աշխարհում դաշնակցությունը մեծ դեր ունի հայապահպանման եւ այլն գործերում, ես համոզված եմ, որ իրանք կապը կվերականգնեն անպայման։ Իրանք միջև հիմա էլ ունեն այդ կապը, իրանց մոտ չի վերջացել այդ կապը պետական ստրուկտուրաների հետ է վերջացել։ Իսկ ընտրությունների պահով ես հույս ունեմ, մեծ հույս ունեմ այս տարի, որ ընդդիմադիր ուժերը, նորմալ ընդդիմադիր ուժերը, որոնք հիմա 3-ն են ընդամենը, կհաղթեն այս հայկական ուժերին, որոնք ինչ-ինչ պատճառներով եկան եւ գրավեցին մեր երկիրը։ Ուրիշ ոչ մի բան, չգիտեմ, շատ վտանգավոր ու շատ կարևոր ընտրություն է այս անգամ։ Ահա որ, սրանով պատկերացնենք այսպես, հա, ինչ որ գնում ենք մի ուղղությամբ ու հասել ենք Տեաձև Խաչմերուկի։ Այս ընտրությունով գնալու ենք կամաչ կամ ձախ, դրանից հետո չկա մի քիչ ձախ, մի քիչ աջ։ Վերջնական որոշվելու է կամ մենք գնում ենք այս կողմ, կամ գնում ենք այն կողմ։ Դրանից հետո էլի եթե ուզենանք ուղղությունը փոխենք, պիտի լինի 15 թվի նման մոտ, էլի պիտի գենոցիդ ապրենք ու ինչ որ ուղղություն փոխենք։